Ծննդաբերության վլոգ մաս 2 Բժիշկը ստուգում եւ հաստատում է, որ մենք արդեն ծննդաբերության մեջ ենք։ Ինձ ամենաշատ տրվող հարցը։ Այո, ես չեմ հրաժարվել էպիդուրալ ցավազրկումից եւ դա ամենաճիշտ որոշումն էր։ Եթե այդ ցավերի արանքում չհանգստանաս, բուն ծննդաբերության համար ուժերդ կարծում եմ սպառվելու են։ Էպիդուրալը մեծ օգնություն է ցավերը մեղմացնելու համար եւ իրենից հրաժարվելու ավելորդ տանջանքների ենթարկվել, կարծում եմ անիմաստ է։ Դե իհարկե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ 1 ժամ անց ունեի 5 սենտիմետր բացվածք եւ կարծես թե դեռ երկար պետք էր սպասել ակնկալիք ծննդաբերության պահին, բայց տղաս, ում ես ամեն օր խնդրում էի մամային քիչ նեղություն տալ ծնվելիս, որոշում է արագացնել process-ը եւ 2 ժամից արդեն 10 սանտիմետր բացվածքով տղաս ծնվում է։ Գիտեք որն էր առաջին նախադասությունը տղայիս ունենալուց հետո։ Ամեն բան շատ լավ էր, ես վերադառնալու եմ երկրորդ բալիկիս հետևից։ Ընդհանուր հիվանդանոցացնելու պահից 4 ժամ անց ծնվեց մեր տղան։ Ու ես արդեն վստահ կարող եմ ասել սեփական փորձից անմարդկային ցավեր չկային։ Վայելել եմ ամեն պահը եւ դրա մեջ ինձ օգնել է 9 ամիսների ընթացքում պատրաստվելը, խուճապի չմատնվելը եւ պրոֆեսիոնալ բժիշկն ու մանկաբարձը։ Միշտ հիշելու եմ առաջին ծննդաբերությունս որպես կյանքիս ամենահեքիաթային օր։ Այնպես որ աղջիկներս կարևորը իսկապես պոզիտիվ տրամադրվելն է։ Իմ ապագա մամասիտաներին բարի ազատում։ Մամա, ես ու մամա